Ինքնությունը իմաստավորման գործընթաց է։ Ժամանակակից աշխարհում տիրող իմաստային ճգնաժամի եւ արժեքային քաոսի մեջ մենք կարիք ունենք քննության առնելու մեր անցյալն ու ներկան եւ դուրս բերելու մեզ միավորող գոյութենական արժեքները եւ հոգեվոր հիմնավորումները։ Սակայն մեր հավաքական ինքնության պատկերն ամբողջական դարձնելու համար պետք է հասկանալ, թե որն է մեր նպատակը, տեսլականը եւ առաքելությունը, կամ հստակեցնել, թե ուր ենք գնում, ինչու եւ ինչպես ենք գնում։ Այս խնդիրներին են անդրադառնում ինքնություն եւ արժեքներ շարքի այսօրվա քննարկման մասնակիցները՝ Մեսրոպ Քահանա Արամյանը, Վաչե Գաբրիելյանը եւ Արթուր Աթանեսյանը։ Եվ այսպես ով ենք մենք, որն է մեր յուրահատուկ նպատակը եւ առաքելությունը եւ դերը աշխարհում։ Փորձենք սկսել այս հարցից։ Խնդրեմ։ Շնորհակալություն, դժվար հարց եք տալիս, քանի որ միանշանակ պատասխան եւ ոչ մեսիանիկ պատասխան դժվար է այս պահին արտահայտել այդ առումով, եթե կարելի է ձևակերպել, մենք եզակիներից ենք, որը ապահովում է ժամանակների կապը։ Եթե նայենք պատմության մատյանները, ապա հռոմեական կայսրության մեջ 2000 տարի առաջ ամենաէական հարցերից մեկը արտաքին քաղաքականության եղել է այսպես կոչված հայկական հարցը։ Բոլոր ականավոր հռոմեացիները, որոնք հանրապետությունից դեպի կայսրություն ճանապարհին էին, Պոմպեոսը, Կրասոսը, Մարկոս Անտոնիոսը եւ այլն, Հայաստանի հետ կապ են ունեցել։ Այս կամ այն կերպ հայ պարթևական առնչություններում այդպիսին էր եւ Ներոնը, որը համարվում է չափազանց վատ կայսր, իրականում ունեցած էական հաջողությունը արտաքին քաղաքականության ոլորտում եղել է Հայաստանի հետ Հռադեի պայմանագիրը, որով խաղաղություն է հաստատվել եւ դա էական նվաճումն է համարվել։ Հիմա Տրդատի կողմից թագադրումը եւ այլն, թե ինչ պայմաններով ինչու տեղի ունեցավ, չքննարկենք։ Էական է, որ այն ժամանակ աշխարհի տիրապետող կայսրության էական քաղաքական հարցը եղել է հայկականը։ Հայկական հարցը 2000 տարի անց դեռևս կա։ Եվ այս ժամանակների կապը ապահովող եւ ժամանակների միջով մշակույթ տանող եւ մշակույթ կրող ազգ ենք, եւ դա ըստ էության պատմական ուղենիշ եւ պատմական առանցք լինելու մեր այսպես ասած առաքելությունն է։ Մենք պետք է հասկանանք, որ քաղաքակրթական նշանակություն ունենք այս առումով։ Ով ենք մենք։ Սա այն է, ինչին ձգտում ենք։ Եթե մենք այս տեսակետով սկսենք նայել մեզ, մենք իրականում ունենք ավելի մեծ անելիքներ, որը չի նշանակում մեծ տարածական, չի նշանակում մեծ պատերազմական եւ այլն։ Բայց մենք ունենք մեծ անելիքներ, որոնք մեզ սպասում են։ Եվ սա պետք է մեզ ուժ տա այս տրամաբանությամբ շարունակելու մեր ուղին։ Երևի թե այս տրամաբանությունն է, որ պետք է անընդհատ մեզ մոտ լինի։ Մնացածը, ով ենք մենք, ինքնաճանաչողությամբ պետք է զբաղվենք, ինչպիսին է մեր տնտեսությունը, ինչպիսին են մեր սովորությունները, ինչքանով են հնացած, ինչքանով են ժամանակային, ինչքանով պետք է մոդեռնացվեն, ինչից պետք է հրաժարվենք։ Մեր ինքնությունը պետք է նորանոր գույներով անընդհատ կերտվի, դրանք կառուցվող դինամիկ համակարգ է։ Այնպես չէ, որ մենք 2000 տարի առաջ եղել ենք նույնը, հիմա նույնն ենք։ Մենք անցել ենք բազմաթիվ փորձությունների միջով եւ դա անընդհատ վերաձևակերպել ենք։ Կարևոր խնդիր է, որ մենք հասկանանք, որ մենք եղել ենք եւ պիտի լինենք, որովհետեւ էական մշակութակիր ազգ ենք։ Երևի թե այսքանը։ Խնդրեմ։ Շնորհակալություն, բարի երեկո։ Նախ ես միշտ զգացմունքային ռացիոնալ բաներ եմ ասում եւ կուզեի ասել լավ է, որ մենք այդ մենքը ունենք դեռ եւ չենք տարալուծվել եսերի, սոցիոլոգիայում դա կոչվում է ատոմիզացիա, երբ որ մարմինը քանդվում է եսերի
Եվ եսակենտրոնությունը քարոզվել է իսկապես, երբ որ խորհրդային միությունը փլուզվեց, ես հիշում եմ անգամ միջմշակութային քննարկումներ կային եւ մեզ բերում էին Ամերիկայի օրինակը, սխալ, մեծ մասը այդ օրինակների Ամերիկայի մասին չէր, քարոզչություն էր, եւ այդ օրինակներից մեկն այն էր, որ տեսեք, երբ որ ամերիկյան ուսանողներին հարցնում են ով ես, ինքը ասում է ես Մայքլն եմ եւ այլ, եւ հետո միայն I am a student։ Իսկ մեզ մոտ մենք սկսում ենք մեր ֆորմալ ուրեմն պատկանելությունից, ասում ենք ես ուսանող եմ, ես բժիշկ եմ եւ հետո միայն թե ով եմ ես։ Եվ դա սխալ էր ասում էին մեզ 90-ականներին, պետք է եսը առաջ տանել։ Իրականում սա շատ քարոզչական եւ իրականության չհամապատասխանող բան է, որովհետեւ ես իմ ուսանողների հետ քննարկելով կոլեկտիվ եսը, այդպիսի հասկացություն կա, կոլեկտիվ ես, եւ ես այսօր կխոսեմ նաեւ այն մասին, որ վերջի մեզ պետք է վերադառնալ կոլեկտիվ արժեքներին։ Ազգային ինքնությունը կոլեկտիվ արժեքների վրա է հենվում եւ ոչ թե անհատական, ըստ իս։ Բայց այդ օրինակն են բերում ամերիկյան բանակի գովազդն ենք նայում, գովազդներից մեկը, որտեղ գեներալը, բժիշկը, գիտնականը, նախագահը եւ սովորական զինվորը բոլորը ասում են ես ամերիկյան բանակի զինվոր եմ, I'm an American soldier։ Գեներալը ասում է ես ամերիկյան զինվոր եմ, նախագահը նույնն է ասում։ Եվ սա այդ եսն է, որ իսկապես պետք է առաջ բերել ես, հետո մենք, բայց ես ուժեղ եմ մենքով։ Հակառակ դեպքում ես հիմք չունեմ, հենք չունեմ, հենակետ չունեմ եւ դառնում եմ մեկը միլիոններից, մենք ասում ենք Սփյուռքում ապրում է 7 միլիոն կամ 9 միլիոն հայ, ովքեր ատոմիզացվում են, յուրաքանչյուր նոր սերունդ երիտասարդները մանավանդ դիֆուզիայի են ենթարկվում եւ իրենց ինքնությունը քիչ մաս առ մաս տրոհվում է ամբողջի մեջ, ամբողջը միշտ ավելի ուժեղ է եւ մենք իզուր հրաժարվեցինք մենքից որպես արժեքից։ Իհարկե եւս մի օրինակ մեր ժամանակի մեջ տեղավորվելու շատ հաճախ մեր տրեյնինգների ժամանակ հարցնում եմ որոնք են մեր ինքնության բաժինները, մասերը, բաղադրիչները եւ օրինակ կուսակցական երիտասարդները ասում են մեր լեզուն, ճիշտ է, մեր կրոնը, քրիստոնեությունը եւ մեր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, մեր մշակույթը եւ վերջ մեր պատմությունը եւ վերջ եւ ես ասում եմ իսկ հողը ինչու չեք ասում մեր հողը չէ որ այդ ամբողջը եկեղեցին դպրոցը մշակույթը լեզուն եւ մեզ բոլորիս մեր պատմությամբ պետք է ինչ-որ տեղ տեղավորենք հակառակ դեպքում չի լինելու եւ այ հողի մասին խնդրեմ կա որը որ չի քննարկվում չի ասվում եւ շատ հեշտ կորցնում ու տալիս ենք որովհետեւ չենք կարեւորում գիտակցության մակարդակում ենթագիտակցության դա միգուցե այլ հոգեբանների խնդիրն է, բայց երբ որ չենք կարևորում, այո, հեշտ ենք բաժանվում այդ ամեն ինչից։ Մենք պատրաստ չենք բաժանվելու սեփական բակի հողատարածքից, բայց պետական հողից պատրաստ ենք։ Եվ ահա այդ եսի եւ մենքի կռիվն է մեր մեջ, ես եւ իմ բնակարանը, եւ ես եւ իմ տունը, ես եւ իմ հողատարածքը կարևոր են, մենք եւ մեր մարդիկ, մեր բանակը Մեր պետությունը, մեր սահմանները պակաս կարևոր։ Եվ այսօր ես կփորձեմ մեզ բոլորիս երևի հիշեցնել եւ ինքս ինձ, որ մենքը ուժ է եւ մեր մենքը, այնինչ ասեց պարոն Գաբրիելյանը, մեր մենքը շատ արժեքավոր է։ Բայց մենք մեր եսի վրա ենք կենտրոնանում լավ եւ վատ իմաստներով եւ սա մեր խնդիրն է։ Մենք անշուշտ հազարամյակների պատմություն ունեցող ազգ ենք եւ Եթե մենք հասել ենք այսօրվան, նշանակում է, որ մենք դերակատարություն, որոշակի բարձր նպատակ եւ առաքելություն ունեցող ժողովուրդ ենք։ Եվ դա մենք ցուցադրել ենք պատմականորեն նույնիսկ անհավանական ժամանակներում, երբ մենք պետականություն չենք ունեցել։ Օրինակ հայերի ներկայությունը Սուրբ Երկրում, դրա վառ ապացույցներից մեկն է։ Ինչպես պետականություն չունեցող ժողովուրդը կայսրություններին հավասար իրավունքներ ունի աշխարհի հոգևոր կենտրոնում։ Եվ ինչ գին ենք մենք դրա համար վճարել։ Պարիսպունի իմաստով նյութական գին, երբ
Երուսաղեմը հայտնվեց Օսմանյան կայսրության տիրապետության տակ, նրանք շատ པարզ պայմաններ դրեցին, ով կարողանում է վճարել, մնում է, ով չի կարողանում վճարել, դուրս է գալիս։ Օրինակ վրացիները չկարողացան վճարել եւ ստիպված դուրս եկան, մինչեւ վերջին մարտը։ Բոլոր վրացական հոգևոր վանքերը, կալվածները բոլորը խլվեցին եւ տրվեցին հույներին։ Եվ հայերը շատ այսպես ծանր հանգանակություն են արել եւ կարողացել են այդ փողը հավաքել եւ վճարել, որպեսզի մենք այնտեղ լինենք, որովհետեւ դա կարևոր է եղել մեր ժողովրդի առաքելության համար։ Մենք դերակատար ենք եղել, պետություն չունենալով մենք հասկացել ենք, որ մենք աշխարհում ունենք կարևոր դերակատարություն։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք աստվածաշնչյան ազգ ենք, այսինքն մեր ինքնության մասին վկայում է Սուրբ Գիրքը, չկա ավելի կարևոր գիրք այս աշխարհում կամ վավերագիր, վկայում է մեր գոյության մասին եւ այնտեղ աստվածաշնչում նաեւ նկարագրված է ազգերի Աստծուց կանչված ազգերի ծագումը եւ մենք տեսնում ենք, որ դա հատուկ կառույց է առաքինությունների շուրջ։ Այսինքն մենք տեսնում ենք, թե ինչպես է կազմավորվում յուրահատուկ ժողովուրդ, ասենք հրեա ժողովուրդ Աստծո կողմից, եւ որն է այդ կազմավորման հիմքը, դա բարոյական հիմք ունի, դա մեծ բարոյական ուժ է, այսինքն ազգ լինել, այն էլ Աստծո առջև կենթանի ազգ լինել, նշանակում է որոշակի բարոյական ուժ լինել եւ պատասխանատվություն ստանձնել։ Այս առումով ազգը պատասխանատվություն է նախ Աստծո առաջ, ինքներս մեր առաջ եւ աշխարհի առաջ։ Այդ առումով շատ կարեւոր է իսկապես մեր անցյալը իմաստային քննության ենթարկել, հասկանալ, թե մեր անցյալից ինչ արժեքներ են բխում եւ այդ արժեքներից ինչ յուրահատուկ նպատակներ են դուրս գալիս եւ առաքելություն է բխում եւ արդյոք այսօր մենք այդ նպատակների, այդ իղձերի, այդ առաքելության շարունակողներն ենք։ Եվ կա մի եւս ավելի կարևոր հարց։ Այդ դրա վրա հիմնված, այդ առաքելության վրա հիմնված ինչ ապագայի տեսլական մենք ունենք։ Որտեւ սրա մասին մենք պիտի մտածենք, եթե սրա մասին մենք չենք մտածում եւ չենք ձևակերպում, մենք կատարյալ անորոշության ենք մատնում ապագա սերունդներին։ Փակուղի է մտնում։ Ինչպես կարող է երիտասարդությունը ներշնչվել մի ինքնությամբ եւ մաս կազմել այդ ինքնության, եթե այդ ինքնությունը չունի ապագայի հեռանկար։ Այս առումով ինքնությունը միայն այն չէ, ինչ որ մենք ժառանգել ենք, ինքնությունը պատասխանատվություն է կերտելու։ Ինքնությունը հարատև սինթեզ է, հարատև սինթեզ։ Եվ այդ սինթեզի մեջ այդ ապագան շատ կարևոր մաս է զբաղեցնում։ Դրա համար ես կարծում եմ, որ օր առաջ մենք պետք է մտածենք սրա մասին, հոգ տանենք սրա մասին։ Եվ իմ հաջորդ հարցը դրա վերաբերյալ է, ունենք մենք մեր ապագայի նկատմամբ պահանջատիրություն, ունենք պատասխանատվություն ընդհանրապես։ Մենք որպես ազգ, ժողովուրդ, այս խնդիրը դրել ենք մեր առջև, թե տրված ենք պարզապես իներցիաների։ Որտեվ եթե մենք շարունակողն ենք այդ առաքելության այն մեծ ազգի, այն յուրահատուկ ազգի, որին նկարագրում է Մովսես Խորենացին, որին նկարագրում են նաև արտաքին աղբյուրները, որին նկարագրում է Աստվածաշունչը, ապա մենք ինչպես ենք այդ ամեն ինչը շարունակելու։ Ինչու այսօր այդ գիտակցությունը, այդ պահանջատիրությունը ակտիվ չի մեր մեջ։ Եվ ինչու դրա շուրջ մենք չունենք լայն երկխոսություն։ Ամենաանհեթեթ բաներն ենք տեսնում եւ լսում այսօր, որ մենք պետք է լինենք ընդհանուր առմամբ մի օրինակ եվրոպական ազգ, բայց ինչ է նշանակում եվրոպական ազգ լինել։ Ձևակերպված է դա, եվրոպական ազգերը շատ տարբեր են լինում։ Ինչ յուրահատկություն ենք ուզում մենք ունենալ եւ ապագայի ինչ դերակատարություն ենք ուզում ստանձնել։ Այս սա է շատ կարևոր լուսաբանել, հասկանալ եւ մարդկանց դրա շուրջ միավորել։ Խնդրեմ։ Հարցը, որին միտված է
պատասխանելու քաղաքական համակարգը, քանի որ իղձերի եւ նպատակների ձևակերպումը ըստ էության քաղաքականության հիմնական խնդիրն է, բայց այն պարփակված չէ միայն քաղաքական համակարգով։ Կարևորը շատ մշակութաբանական գործոն է եւ երբ որ օրինակ ձևակերպումը տվեցիք, ինչ է նշանակում եվրոպական ազգ, ես պետք է ասեմ, որ առաջին տեսակետից երբ որ մենք արտադրում անենք, ըստ էության գալու է երկու կետի։ Մեկը դա պետք է լինի, որ բարվոք կյանքով են ապրում, մյուսը բարեկիրթ։ Այսինքն դա նշանակում է, որ իրականում խաղաղ պայմաններ են, այդ խաղաղ պայմաններում գոյություն ունի տնտեսվարելու եւ զարգանալու հնարավորություն եւ այդ ամեն ինչը արվում է կոնֆլիկտները լուծելու տրամաբանությամբ։ Եթե ես վերցանում եմ մոտավորապես այն խոսույթը, որը վերաբերում է դրան, դրանից ավելի նպատակադրում որպես այդպիսին, ոնց որ թե գոյություն չունի, երբ որ մենք ունենք այդ խոսույթը, ինչ է նշանակում եվրոպական ազգ։ Մենք արդյոք կարող ենք թույլ տալ մեզ նմանատիպ տրամաբանություն, որ ունենանք միայն այդ ցանկությունները ինքնին վատը չեն։ Այսինքն որևէ մեկը չի ասում լինենք ոչ բարվոք վիճակում եւ լինենք ոչ բարեկիրթ, սակայն արդյոք դա բավականաչափ ամրություն տալիս է մեր գոյատևական պայքարին, թե ոչ, եւ դրա հետևանքով մենք կարողանում ենք հավաքական տեսքով ապահովել դեպի ապագա առաջընթացը, որովհետեւ մենք ապրում ենք մի դարում, որտեղ եսի դոմինանտությունն է մենքի նկատմամբ, ինչպես արդեն նշեց Արթուրը, եւ այս տրամաբանության ներքո մենքով խնդիրներ լուծելու տրամաբանությունը շատ հաճախ երկրորդ տեղ էր մղված։ Հիմա ժամանակները փոխվում են, անգամ Եվրոպայում նմանատիպ խնդիրներ առաջ են գալիս, եւ մենք հիմա պետք է ձևակերպումները տանք։ Կրկին խնդիրը դիալեկտիկ տեսակետից ոչ թե նոր ձևակերպումներ տալն է ի հակադրություն դրան, այլ ասենք մշտապես հին տերմինաբանություն կա, որի չեմ կարծում, որ արդյունավետությունը կորցրել է համամարտկայինը ազգայինի մեջ։ Մենք ոչ թե պետք է փնտրենք համամարտկայինը ազգայինից դուրս, այլ մենք պետք է փնտրենք համամարտկայինը ազգայինի մեջ եւ մենք հասկանանք, որ պետք չի ասենք հակադրել հայ գրականությունը համաշխարհային գրականությանը։ Պետք է համադրել հայ գրականությունը համաշխարհային գրականությանը եւ ցույց տալ հայ գրականության միտումները ինչպես են արտացոլում, հետ ընկնում, առաջ ընկնում, ցույց տալիս տարբերակում, խոշորացնում, նվազեցնում եւ մնացած բոլոր բաները, բայց այս տրամաբանության մեջ պետք է ասենք այս հարցադրումը իրականացվի։ Եվ այդ ժամանակ մենք կարողանում ենք արդեն մենքի տեսակետից ներառնել եւ կարողանալ առաջ գնալ, որովհետեւ մենք դա անում ենք ոչ թե համամարտկային ժխտելու տեսակետից, այլ անում ենք համամարտկայինը յուրացնելով եւ դարձնելով մերը։ Կարծում եմ այստեղ ինչպես անել խնդիրն է, որը յուրաքանչյուրս բացի քաղաքական նպատակադրումներից, որովհետեւ ես արդեն ասա հանրային հարթությանը, հասարակության հարթությանը, բացի քաղաքական ուրեմն հարցադրումներից յուրաքանչյուր մշակութաբանական ոլորտում, աշխատանքային ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում սրա հնարավորությունները կան։ Այսինքն բավական բնավ չժխտելով քաղաքական կոմպոնենտի դերը, այսինքն չեմ ասում, որ դուք քաղաքականությամբ մի զբաղվեք եւ միայն զբաղվեք ձեր գործով։ Քավլիցի, ես նման քարոզ չեմ կարդում։ Ես կարդում եմ հետեւյալ քարոզը, որ քաղաքականությունը միայն դրա լուծումը չէ։ Քաղաքականությունը հետ նաեւ մշակութաբանական եւ աշխատանքային բազմաթիվ process-ներ կան, որտեղ մենք պետք է համամարտկայինը ներառենք եւ ազգային դարձնենք։ Երևի թե այսպես։ Շնորհակալություն, Արտուր, խնդրեմ քո անդրադարձ։ Խուսափելի էր պետության մասին խոսելը իհարկե, այդ էլ է լավ, որ դեռ ունենք այդ օբյեկտը, որի մասին կարելի է խոսել։ Եվ մի քանի տարի առաջ մեր գործընկերներից մեկը քաղաքագետ հայ անգլերեն, հայերեն, ռուսերեն բառարան պիտի տպագրեր եւ եկավ ասաց ինչպիսի կազմ խորհուրդ կտաս, ասացի հայկական դրոշը դրեք եւ կազմի վրա եւ հույս ունենք, որ դա միակ տեղը չի լինելու, որտեղ հայկական դրոշը կպահպանվի, բայց հիմա այդ վախերը կան եւ
Գոնե եթե դրոշի եւ հիմնի եւ այլնի փոփոխություններն են քննարկում, ապա հա, այդ կանխատեսումս էլ է ճիշտ ցավոք սրտի, բայց պետության մասին պետք է խոսել, որովհետեւ մենք ազգ պետություն ենք, ազգային պետություն ունենք եւ բայց հարցը հետեւյալն է, իսկ պետությունը ունի ազգ, մեր պետությունը Հայաստանը ունի մեր ազգը, մասամբ ունի, ամբողջ մեր ազգը ունի Հայաստան, միշտ կարող է գալ, միշտ կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ կամ հրաժարվել, բայց Հայաստանը միշտ չէ, որ հույս կարող է դնել ամբողջ հայության վրա, սա մենք տեսնում ենք ժամանակ առ ժամանակ, մասամբ կարող է հույս դնել իսկապես, մասամբ չէ։ Եվ պահանջներ կան շատ մեր պետության հանդեպ, երբ որ պետությունն է սկսում պահանջներ դնել մեր առաջ, մենք սկսում ենք դժգոհել հարկերից, բաներից եւ այլն, եւ մեզ դուր չի գալիս, բայց մենք ուզում ենք պետությունից շատ բան, ընդ որում նույն բանը տեղի ունենում ազգ, հասարակություն եւ եկեղեցուց միշտ բան ենք ուզում, բայց երբեք չենք հարցնում հոգեվորականներին, իսկ մենք ձեզ համար ինչ կարող ենք անել։ Եվ այս միակողմանի սերը մեզ բավարարել է միշտ։ Մենք հայերս սիրում ենք միակողմանիորեն։ Մեզ դուր է գալիս, երբ որ մեզ են սիրում, երբ որ մեզ գովերքում են, երբ որ մեր անունն են հնչեցնում այստեղ այնտեղ, անգամ մեզ դուր է գալիս հիմա, երբ որ մեր խնդիրներն են քննարկում, վատ մեր կյանքն են քննարկում, մեզ դա էլ է դուր գալիս, եւ միայն թե մեր մասին խոսեն։ Եվ սա արդեն մազոխիզմ է երևի, բայց սա ուրիշ խնդիր է եւս։ Հիմա ինչ կարող է մեր պետությունը անել մեր ամբողջ հայ ժողովրդի համար, Հայաստանի եւ Սփյուռքի համար, երբ որ մարդու խնդիրների մասին է խոսքը, այդտեղ Մասլոյի պահանջմունքների բուրգն է առաջ գալիս մեզ հայտնի, բազային շերտը բնական պահանջմունքներն են եւ այո, Հայաստանում դրանք լուծելի են եւ լուծվում են։ Մենք ունենք քնելու տեղ, ուտելիք եւ այն զվարճություններ լիքը։ Ավելի կարևոր է Մասլոուի համաձայն երկրորդ եւ երրորդը, անվտանգությունը եւ ինքնադրսևորումը, մարդու եսը։ Անվտանգությունը չի պահպանվում Հայաստանում, չի ապահովում։ Ներքին անվտանգությունը քիչ թե շատ ոստիկաններ ունենք, գոնե ի պաշտոնե փորձ կա մեզ պաշտպանելու, մեզնից իսկ սա էլ է հետաքրքիր, այսինքն օբյեկտիվորեն անմեղության կանխավարկածը խախտվում է եւ հայը հայի թշնամի է համարվում։ Այդ պատճառով շատացվում է այն միջոցը, որի օգնությամբ հային պետք է պաշտպանել մեկ այլ հայից։ Տարօրինակ է, բայց փաստ, իսկ արտաքին քաղաքականության մեջ չէ, մեր պետությունը մեզ չի պաշտպանում։ Բայց չմոռանանք, որ դա ազգ պետություն է, սա նշանակում է մենք ինքներս մեզ, մեր պետության միջոցով չենք պաշտպանում։ Եվ երրորդը ինքնադրսևորումն է, մարդու եսը, լինի դա հայկական ես, թե առհասարակ մարդկային ես, այո, Հայաստանում մասամբ դա պաշտպանելի է, մենք ունենք լավ կրթություն, օրինակ, եւ մարդ կարող է դառնալ լավ մասնագետ, եսը դրսևորել, բայց հետո որտեղ է աշխատելու, պետությունը դրանով չի զբաղվում։ Եվ մենք ահա փնտրում ենք այդ անվտանգություն երկրորդ շերտը պահանջմունքների բուրգից եւ ինքնադրսևորում երրորդ շերտը ամենակարևորը դրսում։ Եվ գտնում ենք։ Եվ սա մեր պետության եւ մեր հասարակության, մեր ազգի խնդիրն է։ Մենք կարծես թե ունենք միմյանց, պետությունն ունի ազգ, իսկ ազգը պետություն, բայց իրար չենք հանդիպում եւ ազգային պրոյեկտներ ունեցել ենք շատ, երբ որ պետությունը հոգացել է ազգի խնդիրները, իսկ ազգը միացել է այդ պրոյեկտներին, օրինակ Արիտուն ծրագիրը շատ լավն էր, կամ ազգ բանակը շատ լավն էր, բայց մենք շատ պրոյեկտներ ստեղծելով դրանք ձախողել ենք կամ կիսատ թողել։ Սա էլ է հայկական մոտեցումը, երբ որ հնչեցնում ենք, որ սկսել ենք ինչ-որ մի լավ բան, դրանով բավարարվում ենք, կարծես թե։ Այդ ինքնասիրությունը մեզ մոտ սկզբով բավարարվում է։ Մենք վերջը չենք ուզում, այդ action-ը չենք ուզում։ Մենք կոմունիկացնում ենք խնդրումը, բայց դրա լուծումը չենք ուզում տալ, եւ ահա ձախողված կամ կիսատ թողնված պրոյեկտների պետություն ենք, ցավոք սրտի, ինչպես որ մեր կասկադն է կամ մեր մանկական աշխարհխանութը, այդպես էլ մեր մեծ պրոյեկտները, անվտանգության, բանակաշինության պրոյեկտներ է կասկադ։ Հա, շինարարություն տեղի է ունենում, ինչ որ թանգարան է բացվում, փակվում, այո, զենք են գնում կամ չենք գնում, զորակոչում ենք մարդկանց, պատերազմում ենք, բայց բանակաշինությունը կարծես թե ինքնանպատակ է դարձել մեզ մոտ եւ վերջն ու սկիզբը չի երևում, մարդիկ չեն կարող երկար սպասել, մանավանդ 21-րդ դարում։
Սա մեծ խնդրեմ է մեզ համար։ Ես ուզում եի ասել, որ շատ հայտնի ասացված կա New York Times-ի մասին, որ ասում են դա աշխարհի լավագույն թերթն է, եթե չգիտես ինչի մասին են գրում, քեզ թվում է շատ լավ են գրում, բայց եթե թեմային ծանոթ ես, ասում ես դրա մասին չեն գրել։ Ես ուղղակի պեսիմիզմը չեմ կիսում, որովհետև մի քանի երկրների մասին ավելի մանրամասն տեղեկություն ունեմ, երբ որ իրանց գնահատականներ ես լսում, իրանց գնահատականները ավելի բացասական են։ Ուզում եմ ասենք, մենք տենց եզակի բացասական չենք։ Նայած ինչի հետ համեմատենք մեզ եւ ում հետ ինչի հետ բայց պեսիմիզմը ռեալիզմի դրսևորում է, եթե ուզում ենք հեքիաթների մասին այսօր խոսել, կարող ենք։ Ուզում եք։ Դաժան հեքիաթները, հայկական հեքիաթները շատ դաժան հեքիաթներ են։ Ահա, շատ, դե տեսեք, ռեալիստական է։ Լավ։ Ես երբ խոսում եմ ապագայի տեսլականի մասին, նկատի չունեմ սոսկ անվտանգությունը, որտեղ անվտանգությունը կարևոր բան է, բայց պետք է հասկանանք ինչ նպատակի համար է այդ անվտանգությունը։ Կարող ենք անվտանգ օրինակ բանտ կառուցել։ Մենք ուզում ենք այդպիսի բան, չենք ուզում։ Պետք է հասկանանք ինչ է լինելու այդ ապագայում, ինչի շուրջ ենք մենք ուզում պայմանավորվել։ Հարցը նրանումն է, որ մենք չենք ձևակերպում այդ պահանջը։ Մտածելով, որ ինչ-որ մեկ պետք է ստեղծագործի, դա բերի մեր առջև դնի։ Մենք շատ պասիվ ենք որպես ազգ, որպես հասարակություն։ Մենք պետք է պահանջենք, որպեսզի այն բոլոր կողմերը, ովքեր ի վիճակի են դա ձևակերպելու, տեսականորեն ձևակերպելու, այնուհետև դա ծրագրի եւ գործի վերածելու, որ նրանք աշխատեն։ Թե չէ այլապես իրենք ուրիշ բաներով կզբաղվեն, ասենք օրինակ ոստիկանական համակարգը կմեծացնեն կամ այլ բաներ կանեն, էլի ինչ որ բան կանեն, բայց դա չի վերաբերվի այն կարևոր նպատակին, որ մեր առջև դրված է։ Այնպես որ սա կարևոր է, որ մենք մեր ապագային տեր կանգնենք, յուրաքանչյուր մարդ հասկանա, որ սա իր խնդիրն է։ Ինչպես մենք օրինակ հենց այդպես վերաբերում ենք կրթությանը, մեր հասարակությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում կրթության նկատմամբ։ Կրթությունն է, չէ՞, ապագան կերտում։ Մենք հետաքրքրված ենք նրանով, թե ինչ է կատարվում դպրոցներում, ինչ արժեքներ են փոխանցվում մեր երեխաներին, ինչ մարդ է այնտեղ ձևավորվում, ինչ բովանդակություն է փոխանցվում մեր երեխաներին։ Ոչ, այդպես ավտոպիլոտ ռեժիմով այդ ամեն ինչը գնում է։ Չկա պահանջատիրություն, էս է խնդիրը։ Հիմա ճիշտ ասած, բայց դրան գալու համար ես ուզում եի ասել, որ մենք պետք է այդ մեր առաքելության այդ վեկտորը հստակեցնենք։ Սա շատ կարևոր է։ Մենք շարունակողն ենք նրա, մենք այն ազգը, որին որ մենք տեսնում ենք, որ դարեր շարունակ նույնիսկ պետականություն չունենալով դրսևորել է բարձր ազգային հատկանիշներ եւ աներևակայելի ժառանգություն է թողել, մենք դրա շարունակողն ենք, թե մենք ինչ որ նոր գոյացություն ենք։ Եթե դրա շարունակողն ենք, նախ հասկանանք, թե ինչ է այդ առաքելության էությունը։ Օրինակ, մենք շարունակողն ենք նրա, ինչ մեզ ավանդվել է մեր նախահայր Հայկի կողմից։ Այդ հավատարմությունը կամ այդ համարձակությունը, այդ պայքարելու այդ հոգին, մենք դրա շարունակողն ենք, դա մեր առաքելության օրինակ մաս է կազմելու, թե ոչ։ Մենք ուխտի երկիր ենք, որտեղ ուխտ է կնքվել Աստծո հետ, մարդկության երկրորդ շանսի երկիրն ենք, եւ սա կարևոր է ոչ միայն հայության համար, սա համամարտկային առումով շատ կարևոր բան է։ Մենք դա պահպանելու եւ դա մարդկանց թարգմանելու ինչ որ առաքելություն ունենք, թե չունենք, ես ուղղակի բարձրաձայն մտորում եմ։ Մենք առաջինը քրիստոնեությունը ընդունած ժողովուրդն ենք, ամբողջ քրիստոնեական քաղաքակրթության առաջամարտիկն ենք եղել։ Սա շատ լուրջ պատասխանատվություն է։ Մենք ուզում ենք դա շարունակել, թե ոչ։ Եվ խնդրում եմ քրիստոնեությունը հանկարծ չհասկանանք միայն սուսկ որպես կրոն։ Սա մի ամբողջ աշխարհայացք է։
Սա նոր մտածողություն է, նոր ժամանակ է, նորարարություն է, դա նորարարության հոգի է։ Մենք օրինակ ուզում ենք դառնալ նորարար ազգ։ Պատմականորեն ժողովուրդներ կան, օրինակ ճապոնացիները իրենց արժև դրել են խնդիր, որ իրենք պիտի դառնան նորարար ազգ։ Եվ ամբողջ ժողովրդով ինչ որ ձևով դա իրագործել են։ Մենք ինչ նպատակ ենք մեր արժև դնում, որ բխում են այդ ինքնության, մեր առաքելության հիմնական այդ պատումներից, մեծ պատումներից, նարատիվներից։ Սա պիտի հասկանանք, ճիշտ պիտի կարդանք մեր ինքնությունը, հասկանանք այդտեղից ինչ է բխում եւ փորձենք դա իրականացնել որոշակի ծրագրերով, բայց մենք առնվազն պետք է լրջագույն հանրային քննարկում ունենանք եւ տեր կանգնենք այս process-ին։ Առանց սրա իհարկե ոչ մի լավ բան չի ստացվի։ Մեզ կբերեն եւ կպարտադրեն արժեքներ։ Ես ամենևին դեմ չեմ այն բոլոր լավ բաներին, որ կա Եվրոպայում, բայց Եվրոպան նաեւ պետք է ասել, որ նույն ինքնության եւ արժեքների խորագույն ճգնաժամի մեջ է։ Եվ այդ ամենը հնչեց J.D. Vance-ի հայտնի ելույթի ժամանակ Մյունխենի անվտանգության ժողովին։ Նա ասաց, որ աշխարհի խնդրեմը այսօր Չինաստանը կամ Ռուսաստանը չի, այլ Եվրոպան է, որ հեռացել է իր իսկ արժեքներից։ Այսինքն հիմա մենք լավ բաների մասին խոսեցինք, բայց մենք ուզում ենք գնալ դեպի դա, որ մենք հեռանանք մեր արմատներից, մեր ակունքներից, մեր սրբություններից եւ կատարյալ խառնաշփոթի մատնվենք։ Սա պետք է հասկանանք, մենք ինչ ենք ուզում։ Ես ամենևին դեմ չեմ, մենք միշտ դարերով կարողացել ենք աշխարհից լավագույնը վերցնել, ինչպես արեցին մեր սուրբ թարգմանիչները, լավագույն կրթական համակարգերից վերցրեցին այն ամենը, ինչ որ մեզ պետք էր դրել, եւ դրա հիմքի վրա ստեղծեցին մրցունակ ազգային կրթական համակարգ, որը դարեր շարունակ ապահովեց մեր ժողովրդի շարունակականությունը, մեր կրթությունը եւ մեր հոգեվոր արժեքները դարեր շարունակ եղել են մեր գոյատևման հիմքը։ Ուրեմն այս հարցերը կարիք ունենք մենք հստակեցնելու, հիմա ժամանակն է, որ անդրադառնանք դահլիճի հարցերին։ Խնդրեմ, եթե հարցեր ունեք, սիրով կպատասխանենք։ Բարի ձեզ, շնորհակալություն հետաքրքիր քննարկման համար։ Հարցս հետեւյալն է. մենք այստեղ խոսում ենք այդ թեմաներից շատ լավ է, բայց գործողությունների լինումա թե զուտ այս հանդիպումից հետո սպասում ենք մյուս հանդիպմանը, թե ընթացքում օրինակ կլինի կլոր սեղար քննարկումներ, որի ընթացքում կքննարկենք ինչ թերություններ ունենք որպես ազգ, ոնց լուծենք այդ խնդիրները, որտեղից ենք սկսում, հասնում ենք որտեղ, թե զուտ քննարկումա, որպեսզի մտքի զարգացում լինի։ Ճիշտն ասած, ցանկացած ձևաչափի քննարկում, եթե կունենաք որևէ առաջարկություն, ողջունելի է, կարող ենք նաև այլ ձևաչափերով էլ եւ ավելի մանրամասն քննարկել այս խնդիրները, բայց այս քննարկումները միայն այստեղ չեն տեղի ունենում, այսինքն շատ տարբեր ֆորմատներով մենք խոսում ենք այս մասին, բայց հավանաբար երևի մեր ջանքերը միայն բավարար չեն լինի այս հարցը լուծելու համար։ Այստեղ պետք են այլ նախաձեռնություններ, այստեղ պետք է կենտրոնացում։ Կենտրոնանալ է պետք։ Համախմբվել է պետք այս հարցի շուրջ։ Բայց եթե դուք ունեք որևէ գաղափար, պատրաստ ենք քննարկել։ Հարց-պատասխան ֆորմատով դժվար է այդ մեծ ծավալի միտքը ասել, հետո երևի թե ժամանակ կլինի ձեր հետ խոսել։ Ընդհանրապես կյանքում խնդիրները լուծելու շատ պարզ տրամաբանություն կա, որը հետևյալն է, ֆիքսում ենք ինչ ունենք, ֆիքսում ենք ինչ խնդիրներ ունենք, ֆիքսում ենք ոնց ենք այդ եղածի միջոցով հասնելու լուծման։ Ու շատ հստակ նախագիծ է գծվում։ Ու տեսնում ենք, թե յուրաքանչյուր տեղ ինչ պետք է անենք։ Եթե պետք է օրինակ նոր սերունդ ծնել, որը որ կստեղծի նոր գաղափարներ, եթե մեր ուժը չի երիքում միայն այդ գաղափարներով կամ այդ ռեսուրսներով ինչ որ հարց լուծել, ուրեմն միգուցե պետք է նոր սերունդ ծնել, նկատի ունեմ ոչ միայն կենսաբանական իմաստով, նոր սերունդ ծնել, որը նոր
մարտահրավերների կդիմանա եւ նոր ավելի հետաքրքիր լուծումներ կառաջարկի։ Այ այս տրամաբանությունների։ Շատ լավ խոսենք դրա մասին։ Եթե կարելի է նոր սերունդ պետք է առաջանա, այսինքն նոր սերունդը պետք է գաղափարներ բերի, քննարկի, առաջ քաշի, ընդ որում ոչ միայն այս ֆորմատով, բազմաթիվ այլ ֆորմատներով եւ անի։ Որևէ մեկը ճշմարտության մոնոպոլիա չունի։ Դա պետք է լինի հստակ փաստարկ եւ այդ փաստարկը պետք է մարդկանց կարողանա համոզել, որպեսզի ձեր գաղափարները վարակվեն։ Եթե կան նման գաղափարներ, բնականաբար դիմեք։ Ես ունեմ ճիշտն ասած առաջարկ եւ այդ գործողությունը միշտ ցանկացած քննարկման վերջում առաջարկվում է եւ պետք է իսկապես եւ ես մտածեցի այս առիթը եւս օգտագործել, ահա հիմա կառավարությունը եւ ազգային ժողովը քննարկում են ազգային ինքնության, ազգային եսի, ազգային ապագայի նոր պրոյեկտ։ Իր սիմվոլիկայով, իր տեսլականով, այդ բառը չեմ սիրում տեսլական, որտեղից եկավ չգիտեմ, բայց մենք շատ արհեստական բաներով զբաղվում ենք եւ սա էլ է։ Ես ուզում եի առաջարկել այս հարթակը օգտագործել եւ առաջարկել այլընտրանքային պրոյեկտ։ Եվ միգուցե դա կլինի իսկապես արդիականացման պրոյեկտ։ Ես հուսամ կտարբերվի այն մեկից, որը որ հիմա նախաձեռնվել է, որովհետև նախաձեռնողը նախորդ իր պրոյեկտները տապալել է, եւ սա հիմա պետության պրոյեկտն է։ Եթե գնանք շատ բարձ տրամաբանության սկզբունքով, նախորդ պրոյեկտները տապալվում են, նշանակում է հաջորդն էլ է տապալվելու, իսկ պետություն տապալելը վերջի պրոյեկտն է լինելու։ Բայց չի բացառվում, որ մենք ուզենք իսկապես ինչ-որ բան արդիականացնել մեր ինքնության մեջ, եւ ես կուզեի առաջարկել այլընտրանքային աշխատանք, եթե մենք մտավորականներ ենք, եթե մենք երիտասարդ ենք, գիտակ ենք, մասնագետ ենք, հավատում ենք եւ արժեքներով ենք առաջնորդվում, կարելի է նոր պրոյեկտ զուգահեռաբար առաջարկել եւ քննարկմանը դնել հանրային մակարդակում։ Ես չեմ կարծում, որ սա կլինի մոնոպոլիայի խախտում, որովհետև ազգային ինքնության մասին քննարկումը մոնոպոլ խնդիր չի բոլորովին, եւ մյուս կողմից մենք համոզված ենք շատ ավելի լավ բան կառաջարկենք, քան այն ինչ քննարկվում է հիմա պետական մակարդակում, եւ միևնույն ժամանակ միգուցե մեր պրոյեկտի նպատակը կլինի վերականգնել հինը, եթե մենք գտնում ենք, որ հինը պահպանողական մոտեցումը էֆեկտիվ է այսօր։ Թրամփը այդ մոտեցմամբ եկավ իշխանության ըստ էության եւ լավն է նա թե վատը այլ հարց է, բայց նա ասաց Make America Great Again, այսինքն նորից այն ինչ կար։ Եվ միգուցե մենք եւս մեր ազգային ինքնության պրոյեկտը ի տարբերություն ազգային ժողովի քննարկումների, որ ասում է ինչ կա վատ է, հակառակը ներկայացնենք, ինչ կա լավ է, բայց պետք է արդիականացնել, պետք է մատուցել, պետք է վերականգնել, ամրացնել եւ այլն, սա մեր շատ դժվար խնդիր է իրականում, բայց դա այն է, ինչ որ դուք ասում եք, action է պետք։ Մենք ունենք ռեսուրս, բայց այն պետք է ռևիզիայի ենթարկել, որովհետև այդ ռեսուրսը մասամբ զուտ սիմվոլիկ է։ Այնպես ինչպես երբ որ հարցնում ես դու կգնաս պաշտպանելու հայրենիքը, այո 90%-ը կասի այո, բայց 60%-ը կգնա պայմանականորեն, ռևիզիայի պետք է ենթարկել եւ որոշել, մենք ուզում ենք հինը վերականգնել, մենք ուզում ենք մերը պահպանել, մենք ուզում ենք ամրապնդվել, էլ ինչ, բայց դա պիտի անենք այ կոլեկտիվ մենքի ջանքերով, միասին։ Եվ այս պլատֆորմը կարելի է եւս օգտագործել հրապարակային դիսկուրս ծավալելու համար այս ամենի վերաբերյալ։ Ողջույն բոլորին։ Մենք խոսում ենք եսից մենքին անցում կատարելու մասին։ Ինձ մտահոգում է այդ անցումը ինչպես պիտի տեղի ունենա։ Ես ունեմ կրթական հարթակ, որտեղ արդեն շուրջ 120-ից ավել հավաքույթներով նմանատիպ խոսակցություններ ենք ունենում։ Եվ թվում է, թե մենք նպատակը սահմանելու խնդիր ունենք, բայց արի ու տես, որ տարբեր խոսնակներ, տարբեր ոլորտների մարդիկ հստակ տեսնում են ընդհանուր նպատակը, բայց այդ մեկ նպատակի մեջ ի վերջո եսը դոմինանտում է։ Այ ինչպես անել, որ անգամ ազգին միտված ընդհանուր նպատակի մեջ միավորվեն առանց եսի։ Իսկապես այդ մենքի գիտակցումը լինի, ոչ թե ես դա տեսնում եմ մենքի համար, թող գան միանան ինձ
այդ կոլեկտիվ եսը շատ հարցեր լուծում է։ Կոլեկտիվ եսը եսն է, ով որ ուժեղացնում է մենքը, նժդեհ ունի այդ մասին իդեպ եւ պետք չէ հեռու գնալ, մենք մեզ ուժեղացնելով ուժեղացնում ենք ամբողջը եւ այդպես է մեր կրթական գործընթացը կառուցվում իրականում, մենք ուժեղացնում ենք մեր պրոֆեսիոնալ մասնագետներին եւ ցավոք սրտի որոշ ժամանակ առաջ մեզ պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես բուհերին, դպրոցներին արգելվեց նաեւ դաստիարակել։ Միայն սովորեցրեք, ասում են։ Միայն գիտելիք փոխանցեք։ Դաստիարակությունը շատ կարևոր է այն իմաստով, որ բացի գիտելիքից փոխանցվել են նաև արժեքներ, վարքականոններ, նորմեր, փոխանցվել է ժառանգություն, օրինակ ենք ծառայել։ Եվ ահա այս այդ միտումն էր, որը որ բերեց շատ վատ հետևանքների, բայց մենք շարունակում ենք եւ կրթել եւ օրինակ փորձում ենք ծառայել եւ առաջնորդ ստեղծելով մենք ստեղծում ենք բոլորիս համար առաջնորդ եւ ոչ թե միայն այդ մարդու ինքնառաջնորդներ չենք ստեղծում, մենք հոգեկան հիվանդությամբ տառապող Նապոլեոններ չենք ստեղծում, երբ որ մարդ լիդերշիփ է սովորում, նա մեր լիդերն է եւ ոչ թե ինքն իր տան լիդերը, այնպես որ հա մենք ունենք շատ լավ մոտեցումներ եւ հիմքեր դրա համար, մեր կրթական համակարգը բուհական կրթական դպրոցականի մասին դա չեմ ասի, ցավով, բայց այդպես է եւ մենք իսկապես ստեղծում ենք կոլեկտիվ եսի համար բոլոր անհրաժեշտ հիմքերը, պարզապես այդ ամբողջը նաեւ հետո պիտի իրացվի եւ երբ որ այդ կոլեկտիվ եսը գրողը դուրս է գալիս օրինակ կրթական համակարգից եւ հայտնում է աշխատաշուկայում, այդտեղ պարզվում է, որ ինչպես նախկինում, այնպես են այսօր տեղի ունենում անհավասարություն։ Կոլեկտիվ եսը նշանակում է այդ կոլեկտիվի բոլոր անդամները հավասար են, արդար է ամեն ինչ։ Եվ հավասար են կարողությունների տեսանկյունից եւ կարող են ներդրումներ անել, բայց անհավասարությունը եւ կոռուպցիան շարունակվում է։ Մենք այդ ուղղությամբ ձևական բաներ քայլեր ենք անում միայն եւ հա կոլեկտիվ եսը եւ առաջնորդը չի կարող կոռուպցիոն միջավայրում բոլորիս համար ծառայել, իսկապես չի կարող։ Սա հարց է ինքներս մեզ, մենք սկզբից նորը ստեղծելուց առաջ պիտի վատ բաներ մեր մեջ փչացնող բաները վերացնենք, իսկապես չենք կարող փչացած մեքենայով հեռուտեղ գնալ, խնդիր ունենք։ Նաև ավելացնեմ, որ ընդհանրապես դրա համապարփակ լուծումը տրված է քրիստոնեության մեջ, ինչպես պետք է այդ եսին վերաբերվել։ Հարցը այն է, որ մենք ես ասելով ինչ ենք հասկանում։ Շատ հաճախ այդ եսը ինքը իրենից խորը կեղծիք է ներկայացնում։ Եկեք անկեղծ լինենք, էլի մարդիկ շատ են իրենց խաբում։ Ամեն օր իրենք իրենց խաբում են։ Եվ ամեն օր իրենք հյուսում են իրենց այդ կեղծ եսը։ Դրա համար ավետարանում Քրիստոս ասում է, եթե ուզում ես քեզ գտնել, պիտի կորցնես քեզ։ Այսինքն այդ կեղծ եսիցդ պիտի հրաժարվես։ Դա լուրջ հարց է։ Դա լուրջ վճռականություն է եւ լուրջ զոհաբերություն է, բայց դա է ճանապարհը մաքրվելու։ Երբ որ դու դրանից հրաժարվում ես, դու ինքդ քեզ գտնում ես արդեն որպես Աստծո զավակ։ Որպես Աստծո զավակ եւ զոհաբերություն անող մարդ։ Տեսեք այդ եսակենտրոնությունը, որը այդ եսապաշտությունը, որը ժամանակակից դարաշրջանի ամենաբնորոշ ախտերից մեկն է, հանգեցնում է նրան, որ նաև լրջորեն վնասվում է վերարտադրողականությունը, այսինքն ընտանիքների ամբողջ ինստիտուտն է վտանգվում։ Հիմա մենք ապագայից ենք խոսում այսօր, բայց մենք այսօր լուրջ խնդիր ունենք, որտեղ ապագայից միայն կարող են խոսել նրանք, ովքեր ունեն քանակական աճի միտումներ, իսկ մենք լրջորեն գրանցված ենք արդեն մահացող ազգերի ցանկում։ 1.5 է հասել մեր վերարտադրողականությունը։ Եթե լրջակուն քայլեր այս ուղղությամբ չանենք, առնվազն մենք, չգիտեմ, մի 10-15 տարվա կտրվածքով արդեն պիտի պատրաստ լինենք, որ
գործատուները պիտի պատրաստ լինեն, որ արդեն աշխատողների 50%-ը լինելու են օտարերկրացիներ։ Եվ առնվազն, չգիտեմ, մաքսիմում 100 տարվա ընթացքում մենք կարող ենք ուղղակի ինքներս մեզ անհետացնել պատմության երեսից։ Դրա համար, ասենք, մենք պետք է հասկանանք, որ դա լրջագույն խնդիր է մեր առջև դրված։ Եվ պատասխանատվություն մենք պիտի ստանձնենք այդ ապագայի նկատմամբ, իսկ պատասխանատվություն ստանձնել նշանակում է այդ եսը հաղթահարել եւ մտածել այսօր մեր ապագա սերունդների մասին։ Խնդրեմ։ Շնորհակալություն այս շատ հետաքրքիր քննարկման համար եւ հավանաբար այն հանգամանքը, որ քննարկումը եւ այս շարքը կազմակերպվում է դպրոցում, արդեն իսկ նշանակում է, որ այս քննարկումները բավական ապագայամետ են։ Հարցս տալուց առաջ ձեր թույլտվության մի պնդում անեմ, որի հետ անհամաձայն լինելու պարագայում կխնդրեմ նաեւ արտահայտել այդ անհամաձայնությունը եւ ձևակերպեմ հարցս։ Հավանաբար կհամաձայնվեք, որ պետությունները ստեղծում են եւ զարգացնում են վերնախավերը։ Ժողովուրդները ըստ էության աջակցող այդ համախմբող, այդ գաղափարների շուրջ համախմբող եւ աջակցող ֆունկցիան են կատարում։ Հարցս հետեւյալն է։ Պարոն Գաբրելյանը իր խոսքի ամենասկզբում նշեց, որ իղձեր եւ նպատակները, համընդհանուր իղձեր եւ նպատակները ձևակերպելը քաղաքական համակարգի խնդիրն է, քաղաքական համակարգի ֆունկցիան է։ Արդյոք 2020 թվականից հետո, պատերազմից եւ դրա շարունակական հետևանքներից հետո հայկական քաղաքական համակարգի դերակատարները, վերնախավի տարբեր, ուրեմն կտորների դերակատարները այսօր ունակ են, այդ թվում նաեւ հոգեբանորեն ձևակերպել այն ապագայի տեսիլքը, որի շուրջ պետության զարգացումը, պետության այն բոլոր նպատակների ձևակերպումը, որոնց մասին այսօր խոսում ենք, հնարավոր կդառնա։ Շնորհակալություն։ Դժվարանում եմ ասել ունակ են թե ոչ, բայց հիմա Overton-ի պատուհանը օգտագործվում է հիմնականում մի նպատակի համար՝ պարտության ռացիոնալիզացիան։ Ինչու պետք է լինի այսպես, ըստ էության մենք ձևակերպում ենք պարտված պետության տեսլականը։ Ովքեր կարող են դա այլ կերպ ձևակերպել, ես պատասխանը չունեմ։ Եթե այս ղեկավարները չեն, ուրիշ ղեկավարներ եթե լինելու են, նրանք կարող են ձևակերպում են թե չեն ձևակերպում, այլ հարց է։ Դժվար հարց եք տալիս, որովհետև պատմությունը գիտի դեպքեր, երբ որ պարտությունից հետո ձևակերպվել են նոր տեսլական, եւ եղել են դեպքեր, երբ որ ի վիճակի չեն եղել։ Դրա համար գնահատական տալ կոնկրետ վերնախավին, վերնախավը հասկանում եմ լայն կերպով, ոչ միայն իշխող։ Վերնախավը արդյոք իր մեջ ուժեր կգտնի թե ոչ, թե 20 տարի հետո կամ 10 տարի հետո կփոխարինվի ամբողջովին նոր վերնախավով, դրա պատասխանը միայն ժամանակը կարող է տալ։ Ես դրա պատասխանը չունեմ։ Ես համոզված եմ, չգիտեմ իսկապես ես էլ կարող են թե չէ, բայց հաստատ ուզում են։ Եվ դա ավելի վտանգավոր է, երբ որ չգիտես կարող ես թե չէ, բայց ուզում ես։ Եվ ոչ միայն ուզում ես, այլ նաև լեգիտիմացման ռեսուրս ունես, հայտարարում ես, որ կարող ես, սա ստեղծում է սպասումներ։ Հանրային սպասումներ, արտաքին քաղաքական միջավայրում սպասումներ եւ այլն։ Եվ այդ սպասումները, երբ որ չեն արդարանում, տրավման խորանում է։ Կոլեկտիվ տրավմայի հասարակություն ենք այսօր եւ յուրաքանչյուր նոր ուրեմն հուսադրում ոչ միայն տրավման խորացնում է, այլ սպանում է, արդեն սպանում է։ Այսինքն անգամ եթե մենք որևէ բան չանենք, բայց միայն հուսադրենք, սրանով մոտեցնում ենք այն, ինչ ասաց Տեր Մեսրոպը, որ որոշակի պերսպեկտիվայում մենք կարող ենք դեպի զրո գնալ եւ սա յուրաքանչյուր հերթական հայտարարությունը եւ դրա չկատարումն է, բայց իսկ ով կարող է, սա էլ է հետաքրքիր, ինչու ենք փնտրում ուրիշ տեղ, եթե մենք ինքներս մեզ կարող ենք հայելու մեջ նայել եւ հարցնել, ինչ կարող եմ ես անել ամբողջի համար, այս է, որ նաև մեթոդն է կոլեկտիվի եւ եսի միջև կամրջման։ Յուրաքանչյուրս մեզ նայելով պիտի հարցնի, ես այս ինչն եմ, ես ունեմ այսքանը, ինչ կարող եմ այսքանով անել։
քանի ծառ կարող եմ տնկել, որպեսզի դրանք դառնան շատ մեծ այգի հետո։ Եվ իսկապես յուրաքանչյուրս մենք puzzle ենք, այսօրվա հասարակությունը գծային չի, տարբերություն օրինակ միջնադարի, երբ որ կար գիծ, իշխողներ, իշխվողներ եւ այլն։ Մենք այսօր իշխվող ենք, վաղը իշխող կարող են դառնալ եւ հակառակը։ Այդպիսի ապացույցներ շատ են։ Իլոն Մասկը օրինակ եւ անպայման չէ կոմունիստական հասարակության մեջ ապրել, որպեսզի լինես ոչինչ, հետո դառնաս ամեն ինչ։ Հեղափոխությունները այդ դրա ինստրումենտն են իրականում, երբ որ դու ոչինչ ես եւ դառնում ես ամեն ինչ եւ հակառակը։ Այնպես որ հավատալ մեր ուժերին ինքնագնահատմամբ, բայց օբյեկտիվ եւ ոչ թե ինքնաշոյելով եւ ինքնագովերքելով, սելֆիներով չէ, բայց ինքնագնահատմամբ օբյեկտիվ եւ սթափ որոշենք, որքան կարող ենք եւ վաղվանից դա անենք։ Բայց կոմունիկացնելով դա մյուսների հետ, որովհետեւ առանց մյուսի դու չես կարող որևէ արդյունքի գալ։ Եվ ահա սա է առաջի մոտեցումը։ Ես խորհուրդ կտայի ինքս ինձ եւ բոլորին, չանհատականացնենք մեր ապագան, չկապենք այն մեկի, մյուսի, երրորդի հետ։ Նաեւ այլ պետություններն են անհատականացման մեթոդ հանդիսանում, երբ որ ասում ենք մեզ կօգնի սա, նա եւ այլն, չէ։ Մենք մեզ ինչպես կարող ենք օգնել, եկեք հարցնենք։ Եվ այդ օգնությունը բարեգործություն չի։ Սա ռացիոնալիզացիան է, սա գործունեությունն է, սա մեր կյանքի նպատակն է, որևէ լավ բան անելն է կյանքի նպատակներից մեկը, եւ եկեք այսպես անենք, ինքներս մեզ հարցը տանք ինչ կարող եմ անել եւ անենք։ Եվ հետո կոմունիկացնենք դա ուրիշների հետ, ասելով, գիտես, արի փոխանակվենք, ես քեզ համար մի մասը քո խնդիրների լուծեմ, դու ինձ համար իմ խնդիրների մի մասը լուծիր։ Այսպես են ստեղծվել հասարակություններ եւ պետություններ։ Իսկ մենք փաստացի ոչ պաշտոնապես այսօր հասարակության եւ պետության նոր սկզբի հիմքում ենք դրված, կամ պիտի միասին դա ստեղծենք, կամ չապավինենք որևէ այլ սուբյեկտին, ոչ մեկ մեզ չի օգնելու, դա ապացուցված է, գրված է, պետք չէ նորից այդ ուղղությամբ գնալ։ Ինքս գործարար եմ, մի քիչ ուզում եմ այլ անկյունից նայենք հարցին, եթե թույլ կտաք։ Գործարար աշխարհում այսպես է։ Չի ստացվում մի բան, ինչ անենք եւ ինչպես։ Հարցը դրվում է միանգամից։ Չի կարող ղեկավարել մենեջերը, հիմնավոր պատճառ կա, փոխում ենք, բայց դարձյալ հարցը կանգնում է ինչ անել եւ ինչպես։ Այսօր հնչեց շատ լավ գաղափար։ Հավատացնում եմ ձեզ, ունենալով 200-ի շրջանակներում աշխատակից, որոնք տարբեր կրթություններ ունեն, դա դպրոց չի, բուհ չի, որտեղ մենք կարող ենք միանշանակ ասել, այ կարող եմ ասել, որ բոլորի ցանկությունը կախված չէ իր կրթական մակարդակից, նույնն է ունենալ լավ հայրենիք, ապահով երկիր, արժեքներն էլ բավական բարձր են։ Բայց երբ որ մենք խոսում ենք անհատական կոնկրետ, ինչ անել եւ ինչպես, այդ հարցի պատասխանը գլոբալ չկա։ Եթե դուք ասում եք հարթակ, ես գտնում եմ, որ դա իդեալական պատմություն է, որովհետեւ կարող ենք անverջ խոսել։ Եվ այն ամենը ինչ հնչեցնում եք, իրականում դրանք պատրանքներ չեն, դրանք բոլորի ցանկությունն են։ Միայն ճանապարհային քարտեզը, որը չի տեսնում ազգը, այո, դուք ճիշտ նշեցիք, այս վերջին տարիների ընթացքում ընդհանրապես կորցրած հավատը ամեն ինչի նկատմամբ, բայց խորքային ցանկությունը ահռելի է։ Ուղղակի այդ քարտեզը, այդ առաջնորդները, այդ մարդիկ ցավոք չկան։ Ես որպես իմ բիզնեսի ղեկավար, ես առաջնորդում եմ։ Նավը ճոճվել է, նավը երբեմն խորտակումից ենք փրկել, բայց դա արվել է որպես ղեկավար եւ որոշումները ծանր կամ ոչ ծանր կայացվել են։ Եվ այո, այդ մենքը օգնել է ինձ, եսին, եւ ես օգնել եմ մենքին, որպեսզի մենք այդ նավը չխորտակենք։ Հիմա եթե մենք քննարկում ենք ու ամեն օր հետևում եմ, ցավոք չեմ հետևում պոլիտիկի սիտուացիան, որտեղ բիզնեսը թույլ չի տալիս այնքան ծանրաբեռնել, բայց ես տեսնում եմ, որ մենք քրիտիկական կետի ենք հասել։ Ես տեսնում եմ, որ բազմաթիվ քննարկումներ կան, խելացի խոհեմ մտքեր կամ ֆանտաստիկ խոսող, այսպես ասած, մարդիկ կան, բայց ինչպես ենք այդ սելը ճռալով տանելու, այդ ճանապարհին քարտեզը ես չեմ տեսնում, ցավոք։ Կարող եմ իմ բիզնեսի շրջանակում ասել ինչպես, այո, գործարարը կարող է ասել իր շրջանակում ինչպես, բայց ես ակնկալում եմ այո լիդերներից կամ հավաքական ուժով, ինչու՞ չէ գործարարների ներգրավմամբ, որովհետև իմ կարծիքով պետությունը դա բիզնես է,
շատ վատ բան եմ ասում, շատ վատ, որովհետև բիզնեսում նույնպես կան արժեքներ, ինչպես դպրոցում։ Բիզնեսը նույնպես սոցիալական կարող է լինել եւ իր աշխատաթիմին պատրաստել այն ամենին, ինչ դուք ասեցիք։ Ես տնկեցի մի ծառ, իսկ 200 հոգով տնկում են 200 ծառ։ Նայած թե բիզնեսը ինչպեսի գոլեր է դրել իր առաջ, բայց մեծ հաշվով այսօր մենք աճում ենք, փոխվում ենք եւ հասարակությանը նույնպես փոխում ենք։ Հիմա իմ կարծիքով առաջարկը ֆանտաստիկ է, այո, պետք է ստեղծվի հարթակ, ես չեմ ասում դա ալտերնատիվ է, դա ինչ որ մեկին դեմ է, կողմ է, բայց պետք է հավաքվեն այդ մարդիկ եւ Հայաստանում կան այդ մարդիկ եւ հայերը ունեն այդ ներուժը եւ դա կլինի Սփյուռքում, կլինի Հայրենիքում, չգիտեմ, օգնության այսօր այո նավը ճոճվում է եւ եթե մենք երկար մտորենք ու խոսենք, զրուցենք, իմ կարծիքով այդ ճոճը երկար նավը չի կարող այդ օվկիանոսում դիմանալ։ Եվ մի բան էլ եւս, քանի որ մեր ապագա երիտասարդներն են, ես կարծում եմ ինչ անել եւ ինչպես պետք է անպայման նոր տեխնոլոգիաների հետ համադրել, որովհետեւ ինչքան էլ մենք խոսենք, իրենք ինտերնետում են։ Ինչքան էլ խոսենք արժեքներից, երիտասարդը մենք էլ ենք երիտասարդ սերնդի հետ աշխատում եւ զուգահեռներ ենք տանում, թե ինչպես է տարբերվում իր տեսլական իր մտածելակերպը, որովհետեւ ինքը այսօր ինտերնետի մարդ է, ինքը գլոբալ մարդ է եւ իրեն շատ դժվար է բերել այդ դաշտ, ինչ է հայկական արժեքը, իրենք շատ վերացած են երբեմն։ Իմ կարծիքով հենց այդ տեխնոլոգիաները պետք է օգտագործել, այդ երիտասարդներին թիրախավորել եւ ճիշտ ուղղություն ընտրել եւ տանել այն ուղով, որը մենք բոլորս ցանկանում ենք։ Շնորհակալություն, կներեք, մենք երկար ստացվեց։ Շնորհակալություն արժեքավոր դիտարկման համար։ Մենք կամաց մոտենում ենք մեր եզրափակիչ հարցին։ Նախ երբ մենք հարցը մի փոքր տարանք դեպի քաղաքական դաշտ, հա, այս ով պետք է սա անի եւ դա ակնհայտորեն գնաց դեպի քաղաքական դաշտ, ես մի քիչ դրա հետ այդքան համաձայն չեմ։ Համաձայն չեմ, որ առաջնորդության հասկացողությունը զուտ քաղաքական դաշտում է։ Ես այնտեղ տեսնում եմ բացակայություն։ Պարզապես բացակայություն, շատ ոլորտներում եմ տեսնում բացակայություն։ Բայց նաև գրեթե բոլոր ոլորտներում է այդպես։ Առաջնորդության մենք ունենք լրջագույն բացակայություն, նույն բիզնեսում, նույն մշակույթի մեջ, մտավորականության մեջ, կրթության մեջ, ամենուր այդ խնդիրը կա եւ այդ բոլոր ոլորտները այդ տեսլականը ձևակերպելու պատասխանատու կողմեր են։ Դա ինչ որ առանցին մի բանի, մի ինչ որ ինստիտուտի անելիք չի։ Այդ ինստիտուտում էլ Պլատոններ եւ Արիստոտելներ նստած չեն, որ այդ հարցը կարողանան լուծեն։ Սա համազգային խնդիր է, բոլորը պիտի մտահոգված լինեն։ Եթե մասկի օրինակը բերվեց, ես մի հատ ուզում եմ այդ օրինակին անդրադառնալ։ Տեսեք, աշխարհի խոշորագույն բիզնեսմենը, ամենահարուստ մարդը աշխարհում, հասկացավ, որ իր երկիրը վտանգված է։ Փաստորեն բառից բուն իմաստով բանկրոտի է գնում երկիրը։ Եվ ինքը որոշակի քայլ կատարեց։ Որոշակի քայլ, այդ քայլը շատ վտանգավոր քայլ էր իր համար։ Այսինքն, եթե ինքը չշահեր, ինքը կորցնել էր ամեն ինչ։ Բառից բուն իմաստով այդպես էլ հնչում էր։ Այսինքն դուք պատկերացրեք աշխարհում ամենահարուստ մարդը իր ամբողջ կարողությունը դնում է վտանգի տակ, գնում է շատ յուրահատուկ քայլի, շատ յուրահատուկ ռիսկի, որպեսզի կարողանա փոխել այդ ընթացքը իր երկրում։ Եվ սա ես կարծում եմ կոչ է ուղղված բոլոր կարող մարդկանց, որ հասկանան, որ իրենք իրենց ունեցած չունեցածով կորելու են։ Ունեցած չունեցածով կորելու են, եթե այս հարցերը չլուծվի։ Սա կոչ է բոլոր մարդկանց, ովքեր կարող են իսկապես փոփոխություն բերել մտավորականությանը, մշակույթի գործիչներին։ Ուր են հնչում այդ ամենը։ Որտեղ է դա։ Եվ վերջը, եթե մենք ուզում ենք համազգային երկխոսություն ունենալ այս հարցերի շուրջ, բոլորը պիտի մասնակցեն, գիտնականը պիտի մասնակցի, մշակույթի գործիչը, արվեստագետը, բիզնեսմենը, քաղաքագետը, բոլորը պիտի այս հարցերին մասնակցեն։ Եվ պետությունն էլ պիտի լինի դրա կատարողը, որտեղ կա դրա հանրային պահանջ։
ուղղակի կատարողը, պիտի սպասավորը, ծառան պետք է լինի։ Պաշտոնյա բառը ժողովուրդ չի նշանակում իշխան։ Պաշտոնյա բառը գրաբարում նշանակում է ծառայող։ Պաշտել նշանակում է ծառայել։ Պետական պաշտոնյան ինքը պետական ծառայողն է։ Դա ծառայողական համակարգ է։ Ինքը պետք է ծառայի ազգային շահերին։ Իսկ ազգային շահը պիտի ձևակերպվի ազգի կողմից։ Հիմա քանի որ մենք եկանք մոտեցանք այս վերջին հարցին, ես ուզում էի մի կարևոր դիտարկում անել, որ այս ամեն ինչը նրա մասին է, որ մենք պետք է առողջ քննարկում ունենանք, եւ այդ առողջ քննարկումը ոչ միայն վերաբերում է ինքներս մեզ տեսնելուն, այլ նաեւ հասկանալ ինչպես է աշխարհը մեզ տեսնում եւ հասկանալ թե մենք ինչ դեր ենք այդ մեծ պատկերի մեջ զբաղեցնում, որտեղ եթե մենք մեր առաքելության մասին ենք խոսում, մենք պետք է ունենանք նաեւ այդ մեծ պատկերի տեսողություն, մեծ տեսողություն պետք է ունենանք։ Եվ այս խնդիրը այնպիսի մի խնդիր էլ չի, որ առանց այդ արտաքին գործոնները հաշվի առնելու մենք կարողանանք խնդիրը լիարժեք կերպով կամ հաջողված կերպով այդ խնդրին լուծում տալ։ Այնպես որ այս ամեն ինչը պետք է նկատի ունենալ, բայց ուղիների փնտրման առումով թե ինչից սկսել առաջարկ եղավ ինչ որ հարթակ ձևավորել եւ այլն։ Բայց ընդհանրապես իմ վերջին հարցը հենց դրան էր վերաբերում, որ ինչպես անել սա, ինչ քայլերի հաջորդականություն է պետք, որ այստեղից մենք երբ որ դուրս գանք, հասկանանք, որ մեզանից յուրաքանչյուրը ունի անելիք այս ուղղությամբ, նախ ինքը իր համար, ինքը իր ընտանիքի համար եւ ընդհանրապես ինքը պատասխանատվություն ունի իր ժողովրդի առաջ։ Այ փորձենք մի քանի կետով, առաջնահերթ այդպիսի քայլեր նշել, որ անպայման պետք է անել։ Եվ թող սա հնչի, այն ինչ որ մենք կասենք, թող հնչի որպես կոչ բոլորին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Գիտեք, դժվար է միանշանակ ռեցեպտներ տալ, թե ինչպես պետք է լինի եւ առաջնահերթությունները որոնք են։ Բայց ակնհայտ է, որ լինելով այբում եւ ոլորտի տեսակետից, ձևավորման տեսակետից, ապագային նայելու տեսակետից, անձի ձևավորման խնդիրների տեսակետից կարևորագույնը դպրոցական օղակն է, կրթական օղակը։ Եվ եթե հնարավոր է, որ յուրաքանչյուրը հնարավորինս ներգրավի կրթական գործընթացներում, երեխաների հետ, ուսուցիչների հետ, ծրագրերի քննարկման հետ եւ այլնի հետ, մենք ունենք էական խնդիրներ ինքնության եւ ինքնագիտակցության տեսակետից մեր մոտ հայոց պատմությունը դառնում է Հայաստանի պատմություն, հայ գրականությունը դառնում է գրականություն, կրթական process-ը դաստիարակման գործառույթից շարունակաբար անջատվում է, իհարկե նոր process չի, ինչպես արդեն նշվեց, եւ այս տեսակետից կարելի է անպայմանորեն ուշադրություն դարձնել կրթման process-ի հետ, այդ թվում ինքնակրթման process-ի հետ հասկանալ, որ կրթությունը առանց ինքնության խնդրահարույց է, որովհետև այդ դեպքում հողից կտրված, ազգից կտրված, պատմությունից կտրված կրթական գործառույթները որևէ լավ արդյունքի չեն հասցնում։ Երևի թե այս տրամաբանությամբ ընդհանրական կոչ կանեի ուշադրությունը եւ շեշտադրումը ունենալ այս կտորի վրա եւ հնարավորինս բոլոր հնարավոր մակարդակներով, որոնք թույլ են տալիս մասնակցություն, մասնակցել այս գործընթացներին։ Նորից Իլոն Մասկի մասին, որ նա ամեն ինչ դրեց եւ ռիսկի դիմեց, որպեսզի պետություն փրկի։ Մեր Իլոն Մասկը Ռուբեն Վարդանյանն է։ Հայկական Իլոն Մասկը Ռուբեն Վարդանյանն է։ Եվ ես կուզեի, որ մենք իր անունը 3-4 անգամ հնչեցնենք եւ ոչ թե Իլոն Մասկի։ Սա առաջի խորհուրդը մեզ բոլորիս։ Տեսնենք մեր լավը, մեր միջի լավը։ Իհարկե տեսնենք մյուսների լավը, համեմատվենք, մրցենք, բայց մենք ունենք շատ լավ բաներ, շատ։ Ինչ անել, այո,
մեծ պրոյեկտներ մեզ մոտ կամ տապալված են, կամ հետաձգված, կամ եւ այլն, սկսենք քչից, ինչպես արևելքում է, եւ արևելքը այդ իմաստով շատ իմաստուն մշակույթ ունի, սկսենք յուրաքանչյուրիցս քայլ առ քայլ, ինչպես ասաց Տեր Մեսրոպը, առավոտյան շուտ արթնանանք։ Երբ որ մենք ուշ ենք արթնանում, այլ պետություններ առաջ են ընկնում մեզնից։ Շուտ արթնանանք։ Կոլեկտիվ եսն է, ամեն մեկս եւ մյուսներս, բոլորս շուտ արթնանանք։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր մարզանք են անում առավոտյան, մեծ մասը չի անում հայ ժողովրդի, չգիտեմ ինչու։ Անպայման երկրորդ քայլը մարզանք, երրորդ քայլը անպայման նախաճաշ, դեռ շատ հաճախ մարդ չի ձգում միջև ճաշը, որովհետև չի նախաճաշել։ Մենք ուզում ենք пассив եւ պայմանականորեն գոյություն ունեցող մարդիկ մեր մեջ, թե ակտիվ, առույգ, ուժեղ եւ էներգիայով լի, ընդհանրեն նախաճաշել է պետք։ Հաջորդ քայլը պլանավորել ամբողջ օրը, կոնկրետ քայլերով, գեփեր, բացեր չունենալ, քչից դեպի շատը եւ յուրաքանչյուրին է դա վերաբերում երեխաներին, մեծերին, բոլորիս, ամբողջությամբ պլանավորել մեր օրը եւ անպայման օրվա մեջ, բացի բուն խնդիրներից ներառենք ամեն օր առնվազն 1 հանրօգուտ գործ, առնվազն 1 հանրօգուտ գործ յուրաքանչյուրս ամեն օր։ Պատկերացնում եք ինչ կարող ենք ստեղծել դրա շնորհիվ։ Հանրօգուտ գործը թափած է մեր շուրջ, շատ է, լիքն է, սպասում է։ Այն եկամուտ չի բերում այսօր, բայց վաղը այլ ավելի լավ միջավայրում մենք մեր բուն գործեր ավելի լավ կարողանանք անել, եթե այսօր նպաստենք դրան առանց ակնկալիքների։ Յուրաքանչյուրս օրվա պլանավորման մեջ ներառենք 1 հանրօգուտ գործ։ Օրվա վերջում ամփոփենք մեր անելիքները, մեր արվածը եւ գնահատենք մեր ուրեմն օգտակար գործողության գործակից կոչվածով։ Որքան էր մեր բլա բլա բլայի մեջ օգտակարը։ Որքան էր մեր ջանքերի ֆիզիկական, հոգեբանական, վերբալ, խոսքային ակտիվությունների միջի օգտակարը, ինչքանով ենք օգուտ տվել։ Մեր կոմունիկացնելով, գործելով, քայլելով, ինչ որ բան անելով, որքան էր այդ օգտակար գործողության գործակիցը, քանի տոկոս, պլանավորենք վաղը այն մեծացնել։ Եվ վերջինը լինենք ազնիվ, մեր հետ եւ մյուսների։ Այսքան։ Շնորհակալություն Արտուր։ Շարունակեմ Արտուրի ասած առավոտ շուտ կենալու եւ մնացած ուղերձների հետ կապված մեզ արթնանալ է պետք քնից, մենք պետք է արթուն ազգ դառնանք։ Ընդհանրապես քրիստոնեությունը դա արթնություն է։ Ամենամեծ տոնը քրիստոնեության որն է? Հարությունը։ Հարություն նշանակում է հառնել, նշանակում է վեր կենալ, ոտքի կանգնել, արթնանալ քնից։ Այսինքն քրիստոնեությունը հենց այդ արթնության մեծագույն կոչն է, իրականության զգացողություն ունենալ։ Մենք հաճախ չունենք այդ իրականության զգացողությունը։ Եվ տարօրինակ պատկերացում ունենք, որ մեր փոխարեն գործերը պիտի ուրիշներն անեն։ Մենք adekvat ինքնատեսողություն չունենք, չենք քննադատում ինքներս մեզ։ Ընդհակառակը քննադատում ենք բոլորին, նույնիսկ մեր գործած մեղքերի համար։ Մենք մեղք գործեցինք, որտեղ ուրիշներն էին մեղավոր։ Պետք է մենք պատասխանատվություն ստանձնենք ինքներս մեր նկատմամբ։ Բացի դրանից ես կուզենայի նաև շատ գործնական խորհուրդ տալ մեր ժողովրդին, քանի որ արդեն այդ դեմոգրաֆիայի մասին այդ տեղեկությունը հաղորդեցի, հավանաբար շատերդ գիտեք դրա մասին, շատ կարևոր է կիսատ պրատ բաներ չանել կյանքում։ Ժողովուրդ, եթե ընտանիք եք ստեղծել, այդ ընտանիքը դարձրեք ամբողջական։ Մի երեխան դա մենակություն է, երկու երեխան դա դուալիզմ է, երեքն է լուծումը, երեքն է, որ իմաստ է հաղորդում ամեն ինչին։ Եթե ամեն ընտանիք իր առջև չդրեց 3 երեխա ունենալու խնդիր, ինչ ծրագիր մենք ուզում ենք կազմենք, ոչ մի բան չի աշխատելու։ Սա կարևորագույն ուղերձ է մեր ժողովրդին։ Ես ավելի շատ կասեի, բայց գոնե առնվազն մենք
գոնե առնվազն մեր արժև պիտի դրված լինի, այդ 3 թիվը ինքը շատ խորը իմաստ ունի, սուրբ երրորդություն, չէ՞, որտեվ մեկը ինքնափակություն է, մեկը մենակ վիճակ է։ Երկուսը դա դուալիզմ է եւ պարակտում է։ Երեքն է, որ լուծում է տալիս, ամբողջացնում է իրավիճակը։ Այսինքն կոնցեպտուալ է դարձնում այդ ընտանիքի ամբողջ էությունը։ Ուրեմն 3 երեխա առնվազն մենք պետք է ունենանք, եթե մենք ուզում ենք ծրագրերի մասին խոսել, եթե ուզում ենք Արտուրի խրատներին հետևել, բայց եթե դա չենք ունենում, մնացած ոչ մի բան մեզ չի օգնելու որպես հանրություն։ Սա ուղղակի աքսիոմատիկ բան է, այս հարցը մենք պետք է լուծենք։ Եվ սա ոչ թե պետք է հանուն հայրենասիրության լուծենք, այսինքն հանուն հայրենասիրության գնանք այսպիսի դժվարին պրոցեսների մեջ մտնենք։ Իմ սեփական փորձից եմ ասում, նախ դա շատ հաճելի է։ Շատ հաճելի է։ Երկրորդը շատ շահավետ է, շատ շահավետ։ Ամեն մի երեխա այս աշխարհ գալով աներևակայելի բաներ է իր հետ բերում, աներևակայելի դռներ է բացում ու աներևակայելի հարցեր է լուծում։ Եվ երկրորդը մի վախեցեք, ամեն մարդ իր գլխին Տեր ունի եւ այդ Տերը մենք չենք, այդ Տերը Աստված է, մի քիչ վստահեք Աստծուն, սիրելի ժողովուրդ։ Այս ամեն ինչը ի սկզբանե մենք ինչ որ խոսում ենք եւ ասում ենք, հա, ինքնություն, չգիտեմ, առաքելություն եւ այլն, սա ըստ էության նախ եւ առաջ պատասխանատվություն է Աստծո առջև։ Մենք պատասխանատվություն պիտի ունենանք այս կյանքի արարչի առջև։ Իհարկե հաշվետու պիտի լինենք նաև ինքներս մեզ, մեր ազգին, մեր ապագային եւ այլն, բայց նախ եւ առաջ Աստծո առաջ։ Եվ եթե մենք հավատում ենք, որ Աստված է մարդու Տերը, ուրեմն պետք մարդկանց մեր երեխաներին վստահենք Աստծուն։ Եվ իրենց խնդիրները աներևակայելի ձևով կլուծեն եւ մեծ զարմանք կպատճառեն մեզ։ Սա էր իմ, այսպես ասած, խրատների ցանկ, ուզում եմ սրանով ամփոփեմ, որովհետև մենք այս հարցը պետք է լուծենք, եթե ուզում ենք հայտ ներկայացնել ապագայում, Աստված թող օրհնի բոլորիս եւ Աստված թող զորացնի մեր ազգին։ Շնորհակալություն։